Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզ, հուսով եմ լավ եք, ես նույնպես լավ եմ։ Տանից դուրս եմ եկել, գնում եմ եղունգներս հարդարելու, շիլակ եմ անում, արդեն ժամանակն է, գնում եմ Բարսելոնա եղունգներիս համար։ Ճանապարհին նորից կմիանամ ձեզ։ Եղանակը հիասքանչ է։ Առավոտյան ինձ թվաց թե մի քիչ սառնոտ է այսօր, 3 անձրև եկավ երեկոյան, օդը մի փոքր սառեց, բայց չէ, հիմա ժամը 12-ն է ու շոտ արևը վառում է։ Մի փոքր տակ հագնվեցի, չնայած հագինս բարակ է, բայց արևի տակ նույնիսկ շոկ է։ Այս պահին 17 աստիճան է, մինչև 20 աստիճան այսօր բարձրանալու է։ Այստեղ մարդիկ արդեն նստել են սրճարաններում։ Հիմա ոտքով գնում եմ դեպի կայարան, գնացքի կայարանը։ Հասա Բարսելոնա արդեն, հիմա էլ այստեղից պետք է նստեմ ավտոբուս, որպեսզի հասնեմ իմ ուզած վայրը։ Ճիշտն ասած շատ ուրախացա, որ գնացքը մեր մոտից սկսեց ու 2 րոպե հետո գնալու էր մինչ հասա կայարան, բայց ինչ-որ բան չէր, լավ չէր աշխատում, 10-15 րոպե արևի տակ մարդկանց կանգնացրել էին արևի տակ ու այնքան շոկ էր, մինչև 10-15 րոպե հետո նոր ինչ-որ չգիտեմ ինչ էր պատահել, սարքեցին գնացքը ու շարժվեց, բայց ահա որ շոկ է, հիմա արևի տակ արևը նենց է վառում, երևի թե անձրև է գալու, որովհետև լավ վառում է արևը։ Վերջացրեցի, մատերս հարտարեցի, վերջացրեցի, հիմա ես այսօր մի փոքրիկ հյուր ունեմ, թանկ հյուր ունեմ, եկանք մի փոքր Բարսելոնայից զբոսնեցինք, հիմա գնում ենք տուն։ Այս էլ մեր փոքրիկ հյուրը, բարևի բոլորին։ Հոլա։ Հոլա։ Ասա բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չբռնես։ Հրա։ Չես կարում բռնես։ Չի լինում բռնել։ Հանգարում է էտի։ Դուր ինձ տարխետատ։ Սիրելիներս, կրկին անգամ ողջունում եմ ձեզ, երեկ ոչ մի կերպ չստացվեց էլ նկարել, շարունակությունը հաջորդ օրն եմ նկարում և որպես շարունակություն մի անգամից սկսում ենք համեղություն պատրաստելով։ Պատրաստելու ենք ելակով տիրամիսու։ Ես իմ ալիքում արդեն ունեմ պատրաստած նարնջով տիրամիսու, շատ համեղ, շատ թեթև ու շատ նուրբ էր ստացվել, շատ համեղ էր ստացվել, հղումը կթողնեմ, կարող եք պատրաստել, ամառային շատ թեթև տիրամիսու էր, ուզում եմ այսօր փորձել ելակի տարբերակը, ինձ թվում է համով է լինելու։ Այստեղ արդեն ելակը լավ լվացել եմ, աղաջրով լվացել եմ, մաքրել եմ և առանձին ամանների մեջ դրել եմ։
Սա առանձին կհարեմ բլենդերով, որպեսզի սավոյարդի թխվածքաբլիթները մեջը թաթախեմ, սա դրա համար, իսկ սա բլենդերով կհարեմ, կավելացնեմ օսլա և շաքարի փոշի։ Պատրաստելու եմ ելակի կոնֆի, ժելե ելակի, որպեսզի վրան լցնեմ։ Բլենդերով անցկացնելուց հետո հիմա ավելացնելու եմ շաքարի փոշին և օսլան։ Մի փոքր այսպես հարում եմ, որպեսզի դառնա համասեր զանգված և դնելու եմ միջին կրակին, եփելու ենք մոտավորապես 5-ից 6 րոպե։ Մի փոքր արդեն երբ սկսում է թանձրանալ, քանի որ երբ սառեց ավելի է թանձրանալու։ Արդեն մերվել է, արդեն համասար զանգված է դարձել, կոշտուկներ չկա, հիմա դնում ենք միջին կրակին և անընդմեջ խառնելով եփում ենք մոտավորապես 5-ից 6 րոպե։ Երբ արդեն մի փոքր սկսում է թանձրանալ։ Երևի արդեն բավական է, մոտավորապես 5 րոպե, 6 րոպե եփում եմ։ Հիմա կանջատեմ, որպեսզի մնա սառի մի փոքր։ Այս մնացած ելակն էլ բլենդերով խփեցինք, պատրաստեցինք, մինչ սառում են մյուս ժելեն, ելակի ժելեն, սա պատրաստ է արդեն, հիմա պատրաստելու եմ կրեմը։ Սիրելիներս, կրեմը պատրաստելու եմ սերուցքով, մասկարպոնեով և շաքարի փոշի եմ ավելացնելու, մի փոքր է վանիլի, շատ նուրբ և համեղ կրեմ է ստացվում։ Այստեղ պատրաստել եմ բաղադրիչները, մասկարպոնեն և սերուցքը սառը վիճակում են։ Ինձ մոտ հեղուկ վանիլին է, կարող եք սովորական վանիլին ավելացնել կամ շաքարային վանիլին։ Այս բոլորը ավելացնելուց հետո խառնում ենք։ Պատրաստ է նաև կրեմը։ Շատ նուրբ ու համեղ կրեմ է ստացվում։ Հիմա բոլոր բաղադրիչները արդեն պատրաստ են, սառել է ելակից ժելեն։ Հիմա պետք է հավաքենք մեր տիրամիսուն։ Այստեղ արդեն բոլոր բաղադրիչները պատրաստ են, ձևամանի օղակն եմ դրել, հենց միանգամից մատուցվող որևիցե ամանի վրա եմ դրել, այդտեղ եմ հավաքելու և պատրաստել եմ սավոյարդի թխվածքաբլիթները արդեն, հիմա պետք է հավաքենք տիրամիսուն։ Քանի որ որոշել եմ այս եզրերն էլ շարեմ թխվածքաբլիթներից, հիմա այստեղ թխվածքաբլիթները երկար են, ես մի փոքր կկտրեմ, որպեսզի ավելի գեղեցիկ ստացվեն։ Որոշել եմ այսպես բոլոր կողմերից շարել գեղեցիկ։ Հիմա իմ կտրածի չափը կվերցնեմ, երկրորդը կկտրեմ, որպեսզի հավասար լինեն։ Իսկ այս մնացած մասը, ավելորդ մասերը, որը որ դատարկ կմնա, այդ մասերը կտեղավորեմ, դեն չենք նետելու։ Կտրատեմ բոլորը, կհանդիպենք։
Ահա, այս անկյունները մի փոքր կրեմ արեցի, որպեսզի ավելի թխվածքաբլիթը լավ մնա։ Եվ հիմա այսպես շարում ենք։ Ամբողջ թխվածքաբլիթները շարելուց հետո հիմա թխվածքաբլիթը թաթախում ենք այս ելակի հյութի մեջ եւ շարում ենք։ Ահա։ Ամբողջությամբ շարում ենք, բաց տեղ պետք է չմնա։ Եթե մի փոքր հատված բաց է մնում, այդ կտրատած թխվածքաբլիթներով տեղը լրացնում ենք։ Ահա, ամբողջովին շարելուց հետո տեսեք ոչ մի բաց տեղ չենք թողել, բոլորը լրացրել ենք։ Հիմա ավելացնում եմ կրեմը։ Ավելացնելուց հետո զգուշությամբ տարածում եմ։ Տարածելուց հետո ավելացնում եմ ելակի կոնֆին։ Ու նորից տարածում եմ։ Սա էլ ավելացնելուց հետո նորից կատարում ենք նույն գործողությունը։ Թաթախում եմ թխվածքաբլիթները ելակի հյութի մեջ, կրեմ եւ ելակի կոնֆին վրան։ Երկրորդ շերտն էլ վերջացնելուց հետո, քանի որ ինձ մոտ համ եւ կրեմն է ավելացել եւ ժելեն է ավելացել ելակի կոնֆին, որոշեցի երրորդ շերտն էլ կանել։ Ավելի երևի գեղեցիկ կլինի ու ավելի բարձր կլինի։ Երրորդ շերտն էլ նույն հերթականությամբ հավաքելու ենք։ Սիրելիներս, ահա 3 շերտն էլ հավաքեցինք նույն կերպ։ Հիմա ուղարկում ենք սառնարան մինիմումը 5-ից 6 ժամով, եթե ամբողջ գիշեր մնա, էլ ավելի լավ։ Ահա սիրելիներս, ինձ մոտավորապես անցել է 6 ժամ, ես ձևավորել եմ ելակներով, դուք ինչպես ցանկանաք, այդպես էլ կարող եք ձևավորել։ Հիմա բացեմ այս օղակը, տեսնենք ինչ է ստացվել։ Սիրելիներս, այսպիսի գեղեցիկ տեսք ունի։ Տեսեք ինչ գեղեցիկ է ստացվել 3 շերտով, ավելի գեղեցիկ ու ավելի ճոխ է ստացվում։ Համն էլ չեմ կասկածում, որովհետև ելակով բոլոր պատրաստած դեսերտները, աղանդները շատ համեղ է ստացվում։
եւ գեղեցիկա եւ համեղ։ Սիրելիներս, ելակով տարբերակը եւս շատ համեղ ստացվեց, թեթև, նուրբ եւ շատ համեղ։ Կարող եք փորձել եւ վայելել։ Իսկ այսօր էլ այսպիսի վլոգ ստացվեց, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս այսքանով, ինչպես միշտ ասելով, մնացեք բարյավ եւ խաղաղ։